Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես արդեն նշեցի, շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու։ Եվ այսպես, Armenian Volunteer Network կազմակերպությունը հիմնադրվել է Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում գործող ուսուցիչների եւ մանկավարժների խմբի կողմից, որոնք նպատակ ունեն Հայաստանում ուսանողների կրթական հնարավորությունների բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների միջև կապերի խորացմանը նպաստել։ Ցանցի առաքելությունն է խթանել գիտելիքների, գաղափարների եւ ուսուցման մեթոդների փոխանակումը Հայաստանի եւ այլ երկրների մասնագետների ու ուսանողների միջև, նպաստելով համագործակցությանը, փոխադարձ հասկացողությանը եւ կրթական զարգացմանը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայ կամավորական ցանց կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն Սերժ Տերյանը, Հայ կամավորական ցանց կազմակերպության հիմնադիր ծրագրի ղեկավար Քրիստինա Տերյանը եւ Հայ կամավորական ցանց կազմակերպության հայերեն լեզվի ծրագրերի համակարգող Էմա Թեմրազյանը։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ ենք։ Որտեղ եւ ինչպես ծնվեց Armenian Volunteer Network-ի գաղափարը։ Գաղափարը ծնվեց համ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում։ 2020 թվականին սկսեցինք։ Քրիստինան 18 թվականին եկել էր Ամերիկա եւ շատ էր կարոտում հայրենիքը, մեռնում էր կարոտից այդ առաջին տարիներին եւ մենք խոսեցինք մեր մոտ ընկեր Հասմիկ Թորոսյանի հետ, որ Հայաստանում է եւ մտածում ենք ինչպես կարելի է օգնել, ինչ կարելի է անել հայրենիքի համար Ամերիկայից ու Հայաստանում։ Իսկ երբ է սկսվել կազմակերպության գործունեությունը։ Հենց այդ ժամանակ 2020 թվականի մայիսին մենք սկսեցինք եւ ամիջապես գրանցվել ենք Միացյալ Նահանգներում, ըստ իրանց օրենքներին եւ գրանցվել ենք նույնիսկ Հայաստանում ըստ հանրապետության օրենքներին։ Այսինքն միանգամից երբ գաղափարը ծնվեց, գործի անցակ։ Անցան գործի, բայց շատ հետաքրքիր էր գործունեությունը, շատ դժվար էր ու ամեն ինչից տեղյակ չէինք, ուղղակի փորձ էր դա եւ կամավորները հիմնականում ընտանիքի անդամներն էին մեր ԱՄՆ-ում գտնվող եւ Հայաստանում գտնվող ընկերները։ Բոլորով այդպես սկսեցինք, շատ բարդույթներ անցանք, մինչեւ որ հասկացանք, որ պետք է արդեն բոլոր համալսարանների հետ պայմանագրեր կնքել, որպեսզի ավելի իրենց կոորդինատորներով եւ այդ պայմանագրերի ընթացքում ծանոթացանք Էմայի հետ, որը հետո այնքան մեզ օգնեց, որ մենք առաջարկեցինք իրեն, որ լինի մեր հայերենի կոորդինատորը եւ այդ գործունեությունը ավելի ամրապնդեցինք ու ավելի արդյունավետ դարձրեցինք։ Շատ։ Եվ քանի որ շատերին է օգնում ծրագիրը, իսկապես շատերը, ովքեր երբևէ ուղղակի երազել են սովորել լեզու, հիմա կարող են այդ ամենը անվճար ստանալ։ Ինձ հետաքրքիր է կազմակերպության ամենակարևոր նպատակը եւ առաքելությունը որն է։ Նպատակը նա է, որ մենք ուզում ենք աջակցել կրթությանը եւ մեր հայ երիտասարդներին եւ մեծերին տարիքային սահմանափակում չունենք։ Մենք ունենք նույնիսկ փոքրիկների համար նկարչության դասընթացներ, ունենք երկու պար, ունենք, չգիտեմ, C++ ծրագրավորում, որի շնորհիվ որ այդ դասընթացները եթե իրանք վճարեն, ահռելի գումարները ամեն երեխա չի կարող դա վճարել։ Վճարունակ չեն շատերը եւ այդ անվճար դասընթացները դրսից մասնագետներ մենք ունենք ծրագիր օրինակ business law, լավագույն իրավաբաններից տասնյակի մեջ, որ գտնվող ԱՄՆ-ում, որը պարզվեց, որ կիսով հայ է ու ամուսնուս ու իմ շնորհիվ ինքը իր հայությունը սկսեց գալ ու սիրել դա, ընկերանալով մեզ հետ։ Այսօր շատ մենք ունենք Թեսոլ ծրագիր։ Թեսոլ ծրագիրը մենք իրականացրել ենք շատ դասախոսական կազմերի հետ տարբեր բուհերի, նաև Անանյա Շիրակացու հետ ունենք պայմանագիր, իրենց դասախոսական կազմի հետ 6 ամիս աշխատել ենք։ Ծրագրի ղեկավարը Աստղիկ Արթունյան Կանադայից, որը հայրենասեր մեկն է, որ անվճար ինքն էլ աշխատում է եւ այս կրթում ենք եւ Սիրելի կամավորներ եւ սիրելի աշակերտներ, իմ անունը Սերժ Տերյանը, ես AMVN-ի 3 հիմնադիրներից մեկն եմ, իմ կին Քրիստինա Տերյանը եւ մեր շատ թանկ ընկեր Հասմիկ Թորոսյանը։ Մենք ուզում ենք ձեզ սրտորեն ողջունենք ու շատ շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ, որ միասին տոնենք AMVN-ի 5-րդ տարեդարձը
դուք բոլորդ AMV-ի պատմության մի մաս եք, մեր փոքր ընտանիքի մի մասնիկ եք, ու մենք շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից։ Հետաքրքիր է երգ փոքրիկ հնչեց տորտը կտրելու պահին, ես գիտեմ, որ երգը դուք եք գրել, կխնդրեմ երգի մասին երկու բառով ասեք։ Երգը գրել եմ, երբ որ պատերազմը սկսվեց, շատ անելանելի վիճակ էր, մենք անքուն գիշերներ էինք ապրում, խենթանում այնտեղ, ու ես գրեցի երաժշտությունն ու բառերը, հետո մեր աշակերտներից տաղանդավոր Լիլին Մարգարյան եկանք Հայաստան, այդ արանժիրովկան արեցինք եւ Լիլին Մարգարյան կատարեց երգը։ Պետությունը որ գյուղերում եւ քաղաքներում է ծավալում իր գործունեությունը այսօր։ Հո շատ տեղեր Գորիս, Գյումրի, Երևան, Վանաձոր, Իջևան, շատ տեղեր, Բերթավան, շատ Շիրակի մարզ, Սամանամերձ գոտու գյուղերի հետ ենք աշխատում, հենց 3 հյուրեր ունենք Բերթավանից, երեխաներ եկել էին համարյա բոլոր մարզերի հետ, Չարենցավան։ Մեր ուսանողները, որ ասացի, իրենք էլ ոգևորվել են եւ իրենք էլ կամավորում են, այսօր կարծում եմ, որ շատ կարեւոր է մեզ համար, որ մեր ուսանողները վերադարձել են իրենց համայնքը եւ այնտեղ իրենք կամավոր իրենց դպրոցի աշակերտներին են արդեն սովորեցնում, սա կարծում եմ հրաշալի նվաճում է մեր կողմից։ Իսկ հեշտ է կամավոր դառնալ, ինչպես է process-ը արվում։ Շատ հեշտ է, մարդ կարող է մեր կայքը այցելի amvn.org եւ այնտեղ սաղ տվյալները դրած են ու մարդ կարող է հենց այնտեղից դիմի։ Իրենք դիմում են, մենք արդեն ստուգում ենք, գտնում ենք WhatsApp-ով ենք հիմնական շփում կամավորների հետ, որ փորձում են։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ցանկանում են միանալ եւ դառնալ կամավոր։ Խորհուրդ կտանք, որ միանան։ Այո, միացեք մեզ եւ կյանքեր փոխեք։ Իսկապես այնքան հաճելի ու հետաքրքիր է, որ մենք տեսնում ենք կամավորները իրանց կյանքը հարստանում է։ Իրանք գալիս են, ուզում են կամավորեն, ուզում են օգնեն, բայց փաստորեն իրանք են ստանում մեծ օգուտ ու երջանկանում դրանով։ Մի բան էլ կներես, ուզում եմ շեշտել, դա շատ կարևոր է։ Ուրեմն ես չգիտեի, որ կյանքում ես միշտ մտածել եմ փոքր տարիքից, որ կարող է տենց աշխարհ ստեղծի, որտեղ փողը գումարը ոչինչ չի անում։ Մենք անվճար ենք աշխատում, մենք չունենք ֆոնդ, 5 տարի անքուն գիշերներով։ Սա ֆոնդ չունեցող կազմակերպություն է, որը վաղը պիտի ունենա, պետքա վարձատրվի ինչի համար, մեզ համար չէ։ Վաղը պետքա լինի, որ մեծացել ենք ու շատ բան ունենք տալու, իսկ շատ բան տալիս մեզ պետքա որ անձնակազմը վճարվի, ոչ բոլորն են Էմայի պես Թեմրազյան առանց վճարվելու, ինպես եւ ամուսնուս պես Հասմիկի պես աշխատում, որ իրենց չի հետաքրքրում գումարը, կամ Աստղիկի Ալթունյան, որ շատ մեծ գործ է անում։ Մենք ստեղծել ենք այս ընտանիքը, նույնիսկ վախում ենք, որ գումար գա, որ հանկարծ չփչանա։ Իսկ դժվարությունները, որոնց հանդիպում եք, որտեղ այս ամենը առաջին հերթին շատ գեղեցիկ է, բայց Ետևում շատ են դժվարություններ։ Դժվարություններ կան իհարկե, ինչպես ժամային գոտիների հետ դա պրակտիկ դժվարություն է, բայց ինչպես կյանքում ամեն հարցում ժամանակն է ու փողն է։ Այդ դժվարությունները ժամանակը նախևառաջ օրինակ Քրիստինան աշխատանք ունի Միացյալ Նահանգներում, ես ունեմ, Էման ունի, Հասմիկ Թորոսյանը, բոլորս աշխատանքներ ունենք։ Սա անում ենք, էսի կարծես հիմա դարել է full time գործ, բայց մեր ուրիշ գործերի հետ համատեղ է։ Ժամային գոտինա դժվար։ Հա, դա այդ պահն է, որ
չունես արձակուրդ, ես չունեմ արձակուրդ, ինքը միշտ բարկանում է, ասում է շաբաթ կիրակի է կամ գնացել ենք հանգստանալու, չկա դա ինձ մոտ։ MVN-ը ինձ հետ է։ 9 ժամ մենք հետ ենք Ամերիկայում մեր ապրած քաղաքում, ժամը 6-7-ին որ արթնանանք, ինք արդեն WhatsApp-ով սկսում է զբաղվել հարցերով, խնդիրներով, խմբերով։ Որը ինձ կյանքա տալի, ես չեմ բողոքում, առանց Դե կարևորը որ դա ձեզ էներգիա է տալի։ Դա փոքրիկ երեխան է, այո։ Մինչև կեսօր հետո Հայաստանում քնում են արդեն ժողովուրդ մի քիչ հանգստանում, բայց հետո ինքը սկսում է սոցիալ մեդիայի հարցերով զբաղվել։ Հայտնագործում ինձ համար։ Վստահաբար շատերի ճակատագրերն եք փոխում եւ կյանքի որակն եք բարձրացնում։ Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Մենք իհարկե դեռ եթերների ընթացքում կանդրադառնանք կազմակերպության նախաձեռնությանը։ Այո, շնորհակալ ենք ձեզ ու մաղթում ենք այս գործին երկար տարիների աշխատանք ու ճանապարհ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Հիմա դադար, որից հետո վերադառնանք եւ ամփոփենք այսօրվա եթերը։